Ապա արդեն ապրիլի 19-ին արդեն նույն Վարդան Ղուկասյանը Գյումրու քաղաքապետի արդեն կարգավիճակով լրագրողներին էլի հրապարակայինորեն ասաց, որ իր դեմ կրկին մահափորձ է նախապատրաստվում։ Արդյոք սրա հետ կապված, այս հայտարարությունների հետ կապված հանձնարարականներ տվել եք համապատասխան քննչական մարմիններին ստուգելու համար կամ քրեական գործ նախապատրաստելու համար։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին Հակոբյան, մենք ոչ միայն այդ մամուլի հրապարակումը ունեինք, այլև այդ հրապարակումը վկայակոչելով մեզ մի քանի հաղորդումներ էր ուղարկվել, որոնք ուղարկվել են քննչական մարմին վարույթ նախաձեռնելու հարցը ստուգելու, եթե լրացուցիչ կճշտեմ, բայց եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, վարույթ չի նախաձեռնվել։ Դա լրացուցիչ ձեզ եզրափակիչ ելույթներում կպատասխանեմ, բայց ուսումնասիրության առարկայով դարձվել է եւ ուղարկվել է քննչական մարմիններ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու։ Այստեղ ուղղակի հստակեցնեմ, որ վարույթ նախաձեռնող սուբյեկտը քննչական մարմիններն են, ոչ թե դատախազությունը, եւ մենք երբ որ ստանում ենք նմանատիպ հաղորդում, ուղարկում ենք որպեսի այո։ Եթե չլինեին հաղորդումներ, մենք ուսումնասիրության էինք ուղարկելու սա եւ դրա հիման վրա հաղորդման առկայության դեպքում նոր քննչական մարմինը քննարկելու էր, բայց տվյալ իրավիճակում այո ուսումնասիրության առարկա դարձվել է եւ ուղարկվել է քննչական մարմին։ Արձագանք։ Շատ լավ, շնորհակալ եմ եւ քանի որ Սերժ Սարգսյանի մասին խոսք գնաց, եւս մի դրվագ, օրերս դատարան ուղարկվեց մի լայնածավալ գործ, որը իր մեխանիզմներով, ծավալներով կրկին վկայում էր, որ տարիներ շարունակ պետական համակարգի ներսում գործել է խորը կազմակերպված կոռուպցիա։ Խոսքը Սերժ Սարգսյանի փեսա համատեղելիությամբ նախկինում Սուրբ Աթոռում դեսպան Միքայել Մինասյանի հանցակցությամբ միլիոնավոր եվրոների լվացման գործին է վերաբերում։ Մի քիչ կխնդրեմ սրա մասին մանրամասնել, որովհետև այդպես ֆիլմից դրվագ է թվում, երբ որ կարդում ենք, եւ նաեւ ինչ քայլեր է ձեռնարկվում, որպեսզի այս ամբողջական շղթան եւ նաեւ նմանատիպ հանցագործությունները բացահայտվեն։ Շնորհակալ եմ Տիկին Հակոբյան հարցի համար։ Միքայել Մինասյանի դատարան ուղարկված վարույթի վերաբերյալ տեղեկատվություն 2024 թվականի հաղորդման մեջ չկա, որովհետև վարույթը ֆիզիկապես դատարան մուտք են կարել 25 թվականի փետրվարին։ Վերջին դրվագը, որի ենթադրում եմ մի քանի օր առաջ մամուլով տարածվեց, վերաբերում է ընդամենը մեկ դրվագին, մեկ հեռուստաընկերության հետ կապված, բայց մինչ այդ էլի դրվագներ կան, որոնք ուղարկված են դատարան եւ դրանք տեղ կգտնեն 25 թվականի հաղորդման մեջ, բայց կարճ նշեմ, որ այստեղ այդ ձեր նշած համակարգային եզրույթը քրեերևական գնահատական է եւ հանցավոր խմբավորման մասին է խոսքը գնում հստակ դերաբաշխումներով, այդ թվում իրավական ապահովման տեսանկյունից, տարբեր տեսակի խոչընդոտներ վերացնելու տեսանկյունից, որոշակի օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնելու տեսանկյունից, նաեւ ինձ համար երեկոյան շատ կարևոր մի հանգամանք պարզվեց, որ Իտալիայի մեր գործընկերները մեր իրավական օգնության պահանջը մասամբ բավարարել են։ Ես շատ շնորհակալ եմ մեր գործընկերներին եւ տրամադրել են տեղեկատվություն, որը հիմք կհանդիսանա, ավարտում եմ, որը հիմք կհանդիսանա ձեր կողմից նշված մյուս բոլոր դրվագների քննության համար։ Մենք ամբողջական ծավալով վարույթը չենք ուղարկել դատարան երկու պատճառով։ Առաջինը, եթե 70 եւ ավելի դրվագանոց գործ ուղարկենք դատարան, այդ դատաքննությունը չի ավարտվի։ Դրա համար մենք ուղարկում ենք մասամբ, այո, եւ ուղարկում ենք ըստ ապացույցների ձեռքբերման հաջորդականության, որովհետեւ մի շարք երկրներ, ոչ միայն Իտալիա, այլև Շվեյցարիա, այլև այլ երկրներ, Ռուսաստանի Դաշնություն ուղարկված։ Բայց ցանկացած խնդիր լուծելու համար, առաջընթաց ապահովելու համար նախ եւ առաջ պետք է առերեսվես եւ ներկա եւ անցյալի հետ։ Ցավոք, անցյալում մենք դատախազությունում ունենք որոշակի կմախքներ պահարաններում եւ չեմ թաքցնի, որ այդ կմախքները որոշակի առումով նաեւ ստվերում են նոր Հայաստանի նոր դատախազության իմիջը։ Ես ուզում եմ շատ անկեղծ հարց տալ։ Դուք կաշկանդվածություն ունեք առերեսվելու անցյալի հետ, վերհանելու այդ բոլոր կմախքները, վերացնելու այն բոլոր բացասական անկալումները, որոնք արկա են եղել դատախազությունում տարբեր ժամանակահատվածների, ես կարող եմ խոսամ 1930-ական թվականների մասին, 50-ական թվականների մասին եւ այլն, եւ դրանով հանդերձ գնալ առաջ կառուցելով նոր դատախազություն, նոր Հայաստանի համար, որը ըստ էության կամփոփի այն լավը, որը կուտակվել է այդ տարիների ընթացքում
եւ կառերեսվի եւ չի հագցնի այն վատը, որը կուտակվել է այս ընթացքում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցի համար։ Պրոբլեմը ցանկացած հարց քննարկելու համար դիառերեսվես հարցի հետ։ Եթե չես ուզում տեսնել քեզ համար անցանկալին, սխալվելու հավանականությունը շատ մեծ է։ Ես հասկանում եմ ձեր հարցի եւ ուղիղ տեքստը եւ ենթատեքստը։ Չեմ վախենում, եթե հարցինի պատասխան դա ձեզ կբավարարի, որովհետեւ չեմ վախենում ոչ թե որովհետեւ չեմ հասկանում, այլ չեմ վախենում, որովհետեւ կշռադատված որոշում եմ կայացրել եւ ուզում եմ, որ իմ գիտելիքները ծառայեն։ Ես երեք հանձնաժողովին ասացի ինչի եմ այդ քայլին գնում, ես նաև պատմեցի, որ 2 անգամ հրաժարվել եմ նախկինում գլխավոր դատախազությունում բավական բարձր պաշտոններից։ Սա հանցավոր ինքնավստահության դրսևորում չի, սա պատասխանատվություն է, որը ստանձնվում է գիտակցաբար։ Եվ նաև ուզում եմ նշել, որ ցանկացած դեստրուկտիվ մոտեցման ես ինքս դեմ եմ։ Ես չեմ կարծում, որ դեստրուկցիան որևէ նոր բանի կառուցման հիմք է։ Այսինքն, եթե մենք խոսում ենք կմախքներ մաքրելու, կառուցվածքային փոփոխություններ անելու, առաջնահերթություններ դնելու մասով, ապա պետք է լինի շատ հստակ ու շատ կանխատեսելի։ Այսինքն տարբեր տեսակի ստվերային քննարկումների բացակայությամբ, այսինքն հասկանա համակարգը, թե ինչ է պահանջվում համակարգից, հատկապես եթե համակարգը ուղղահայաց է։ Եվ այս առումով ցանկացած process սկսվում է կարիքների գնահատումից, ցանկացած կարիքների գնահատում սկսվում է խնդիրների վերհանումից։ Մինչև դու չես տեսնում խնդիրները, դու չես կարող լուծել այդ խնդիրները։ Եվ այս առումով պարոն Բագրատյանին պատասխանելով էլ ասացի, որ այստեղ կանգնած չի լինի։ Եվ սա հանցավոր ինքնավստահության իմ կողմից, հանցավոր ինքնավստահության դրսևորում չի, սա ծառայելու պատրաստակամությունը եւ ցանկացած դեստրուկտիվ վարքագիծ իմ կողմից նաեւ բացառելու խոստումները սուրտի չտամ, բայց ես մեկը տալիս եմ, բացառելու է։ Ցանկացած դեստրուկցիա, որ կարող է ստվերի process-ները։ Հուսամ կարողացա պատասխանել ձեզ շատ լայն հարցին։ Համեցեք, պարոն Վարդան։ Գիվ Արտապետյան, շարժական եմ հայեր, եթե կարելի է, Գիվ Արտապետյան, շնորհակալություն երկի խորհրդարանը նաև որոշակի հարցադրումների համար է, որոնք սովորական արդիական կյանքում իրավաբանին չի տա, բայց այդուհանդերձ որոշակի մտքեր, որի պատասխանը մենք էլ գիտենք, բայց բարձրաձայնելը չափազանց կարևոր է։ Ոչ ոքի համար գաղտնիք չի, որ մենք ընկերներ ենք, եւ այստեղ ձեզանից ոչ շատ հեռուներ նաև դատական իշխանության մեր ներկայացուցիչները, որոնցից շատերի հետ կրկին ես ընկեր եմ կամ ընկեր եմ իրենց համարում։ Ես ուզում եմ եւս մեկ արձանագրում անենք եւ հրապարակային։ Մեր ընկեր լինելը կամ որևիցե մեկի հետ ընկեր լինելը որևիցե եղանակով կարող է խոչընդոտել ձեր մասնագիտական պարտականությունների կատարմանը։ Ես ձեր հարցին հիմա լավ, եկեք երեկվա օրինակով քննարկենք։ Ինձ 2 րոպե կտակ։ Չէ, պրովոկացիան, տեսեք, երեք դուք հրավիրել եք պարոն Քոչարյանին։ 55 վայրկյան։ Հա, իմ ժամանակը տեղից քիչ է։ Երեք դուք հրավիրել եք պարոն Քոչարյանին։ Իմ ու պարոն Քոչարյանի ծանոթությունը սուր մասնագիտական բանավեճից է սկսվել։ Ես երեք պարոն Քոչարյանին որ տեսա, հանձնաժողովում մտածում